Բաբանյան, բարև ձեզ, շնորհակալություն, որ եկաք այս եթերին, շատ կարճ ձեր խոսքով, ձեր կոչը, սա 2 ժամից մեկնարկում է ջահերով երթը, այս մարդիկ շարունակում են ուրանալ ցեղասպանությունը, սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը տիկին այլևս ընտանիքներին է հրավիրում փողով ընթրիքի, խնդրեմ։ Բարև հայրենակից, շնորհակալ եմ նախ ընձեռված հնարավորության համար։ Ես կուզեմ այսօր իմ խոսքը սկսել երեկվա մեր Միլի Մեջլիսի վերածված ազգային ժողովում ձեզ կրտուքից։ Գետինը մտնեք, գետինն էլ է ափսոս, ԿՊԱ-ականներ։ Ուրեմն աշխարհում երկու պետություն կային, որոնք մինչ այժմ օրենքի ուժով հաստատել են հայոց ցեղասպանությունը։ Ուրեմն իզնից առաջվա խոսնակը խոսեց այդ մասին, թե ինչու Հայաստանը այդպիսի օրենք ընդհանրապես չի ունեցել, որովհետև որ հայի մտքով կանցներ ուրանալ հայոց ցեղասպանությունը։ Բայց պարզվեց, որ Յան ազգանունով մի ստվար մասա կա, որը 1000 թուրք արժի, էլ չեմ ասում քանի հազար ադրբեջանցի, այսինքն Արթուր Հովհաննիսյան, Վահգն Ալեքսանյան, Անդրանիկ Քոչարյան, Վլադիմիր Վարդանյան, Լուլու, Արուսյակ, էլի չգիտեմ ովքեր, սրանք ովքեր են, եթե թուրքեր չեն, որովհետև սրանք մարտնչող հակահայեր են, որոնք 7-րդ տարին է ջանք ու երանք չեն խնայում երկիրը ապականելու, երկիրը կործանման հասնելու ուղղությամբ։ Հիմա այս թուրքի լամուկը, այն որ հավաքել էր շուրջ բոլորը մեծահարուստների, թե չգիտեմ ինչպես կոչել սրանց, որովհետև երբ որ մարդը հոգով աղքատ է, դատարկ է ու սնամեջ, ոչ մի միլիարդ նրան հարուստ չի դարձնի, այս ոչ ու փուչերին հավաքել գնացել էր Կիրանձի այն ճաքած պատի տակ, ինչ է իր ապացուցում, այդ ճաքած պատն է մեր երկրի անվտանգության գրավականը, այ ախմախներ, ոչ միայն թուրքի լամուկը, այլև նրա կողքին կանգնած ցանկացած մեկը թուրքի լամուկ է ինձ համար, ես սա ասում եմ բացահայտ, եթե դուք թուրքեր չլինեիք, նրանց սազը նվագող չլինեիք, այս թուրքի լամուկը չէր կարող մնալ իշխանության գլուխ ու չէր կարող ավերել մեր երկիրը։ Ինչի համար եք գնում։ Գնում եք, որ աչքը մտնեք, որ ձեզ թույլ տա ազատ Արցախ թալանել Հայաստանը, հա։ Գետինը մտնեք, անընդհատ խոսում եք նախկիններից, դուք նախկինների ոտքի տակի հողնել այս ժամանակ, այս պահին չարժեք, որովհետև նրանք ինչ-ինչ երկիր չեն ծախել ու երկիրը չեն տվել մեր պապենական թշնամուն։ Եվ հետո այս մեր Պարոնյանը մի հրաշալի ստեղծագործություն ունի, մեծապատիվ մուրացկաններ։ ԿՊ-ն դարձել է այդ մեծապատիվ մուրացկաններից մեկը։ Ուրեմն առաջինը, երբ որ այդ Ղրերի կատուն միլիոնանոց ընթրիք կազմակերպեց, գործարար կանայք էին, կարծեմ 43 թե 50 գործարար կանայք, կանայք էին, առաջինը միայն կանայք էին, ընդ որում դրեսկոտով հագնված եւ այլն, երկրորդը դարձան միլիոն դրամ մուծող տղամարդիկ, այ հողը ձեզ գլխին, թե դուք տղամարդ եք, դուք ինչ տղամարդ, եթե վազում եք Ղրերի կատվի հրավերով, դուք ձեր ընտանիքի անդամների աչքում չընկաք, այ ողորմելիներ, հիմա են այս Ղզլբաշը Ղրերի կատուն իմ կարծիքով իսկական
Ղզլբաշ է։ Ղզլբաշներին շատ լավ նկարագրել եւ մատուցել է հայ ազգի պատմության մեջ մեր մեծն Խաչատուր Աբովյանը, որը այդ պարսիկ ծագումով թալանչիներին, էլի, որոնք մտնում էին գյուղեր, ավերակում, մանկանց գողանում, տանում, ջահել աղջիկներին, գեղեցիկներին մանավանդ, եւ հիմա այս ավարարությունը հանձն է արել կատարելու այս ղրերի կատուն, ուրեմն 1 միլիոնը քիչ էր, հիմա նորման բարձրացրել է 3 միլիոն, այ 3 միլիոն անգամ գետինը մտնեք, հայ գործարարներ, որոնք այնքան ողորմել եք, այնքան եք դուք ստոր, նսեմ, որ թույլ եք տալիս ես կիսագրագետ ղրերի կատուն ձեզ կառավարի, դուք գետինը չեք մտնում, այդ որ միլիարդներ եք այդպես տեղավորում անայի վայ ներողություն, ղրերի կատվի գրպաններում, դուք մի ծնողազուրկ ուսանողի, ուսման վարձ, մուծած կակ գոնե, գետինը մտնեք, որովհետև դուք մարդկային արժեքներ չեք հասկանում, որ կարողանաք գնահատել դրանք, այ այդպես, ձեր մռութից բռնած ղրերի կատուն ինչպես ուզում է, այնպես է ձեզ շարժում է խամաճիկի նման, տիկնիկի նման, որտեղ ձեր շարժումների պարաններ այդ լարերը գտնվում են իր ձեռքում, որովհետև ձեր աչքը լավ են վախեցրել, որովհետև դուք ինքնասիրություն չունեք, ինքնագնահատական չունեք, որ չանեք նման բաներ։ Են մի Կոնջորյան ազգանունով խմբակցության ղեկավար կա, գետինը մտնես, քո անորոշ ազգանունով, չգիտես էլ ինչ է նշանակում Կոնջոր, այ ապուշ, այ թուրքի լամոք համար երկրորդ, էդ դու ինչ դարձար, ով դարձար, որ դու այդքան վայրահաչ ես տալիս, իբր Ալյոնուշկան քիչ է, դու էլ միացել ես, որ վայրահաչ տար դաշնակցության վրա, ես բազմիցս ասել եմ, դաշնակցական կուսակցությունը բազմաթիվ սխալներ է ունեցել իր պատմության ճանապարհին, հենց մեկը, որ հավատացել են երիտ թուրքերի դեմոկրատիային և հայ ազգին կոչ արել ձայն տալ իթիատ վեթերակի կուսակցության օգտին, բայց չմոռանանք, ում վրա եք վայրահաչ տալիս այն կուսակցության, որը այնուամենայնիվ Բաշապարանի և Սարդարապատի դեռևս չթաղված անթաղ դիակների վրա ստեղծեցին հայոց պետականություն, ես ում վրա եք այսքան վայրահաչ տալիս, և ժողովուրդ, հենց հիմա քեզ եմ դիմում, մինչև երբ ես ականջներդ կախ այս ամենը լսելու, օրինակ դու չվիրավորվեցիր, երբ որ ազգային ժողով կոչված Միլի մեջլիսում, Ղալումյան, թե Ղամբարյան չէ, Ղալումյան, կոչված այդ ճարպագունդը հարվածում էր սրան նրան, ինչ եք ուզում, ինչու եք մաշկից դուրս գալիս, որ Էրդողանը ձեզ հավանի, թե Ալիևը ձեզ ծափահարի, գետինը մտնեք, դուք հայ չեք, մեր ազգի մեջ ցավալիորեն բարձրացել է թուրքի գենը, ես սա ստիպված եմ խոստովանելու, որովհետև չորս կողմը հակահայերեն, հակահայկական տրամադրություններ են տարածում, հակառուսականը քիչ էր վայրահաչ տալու համար, հիմա էլ լրիվ հակահայ եք դարձել, դուք ինչ եք ուզում, 21-րդ դար հասած այս ժողովուրդը իր պետականությունը ոտքի տակ գցած չի հասկանում, որ ձեզ նմանին չի կարելի ոչ ունկնդրել, ոչ լսել, ոչ էլ կատարել, որևէ հանձնարարական։
Ալյոնուշկան, որ այ գետինը մտած, հերիք չէ, ես զարմանում եմ, որ ինձ մինչև հիմա դատի չես տվել, ուղղակի զարմացած եմ, որ դու այնքան անհագ ես, դու և Կոնջորյանը այնքան լկտի եք, այնքան լպրծուն, որ դու կարող եք դաշնակցության անցած ճանապարհը կամ մեր անկախության 30-ամյա ճանապարհը համարեք արյան բաղնիք, այ գետինը մտածներ, դեռ նոր էիք անցել իշխանության գլուխ, երբ ձեր ղեկավար կոչվածը արյան գետերի հոսք էր պահանջում Վանեցյանից, Արթուր Վանեցյանից, որը թաքցրեց այն ժամանակ, իրավունք չուներ, պարոն Վանեցյան, ձեր երեսին էլ եմ ասել, պիտի ասեիք այն ժամանակ դեռ ժողովուրդ ասշանը խելագարված չէր, խենթացած չէր, գոնե կլսեր, գոնե ճանապարհի կեսից հետ կդառնային, մենք կխուսափեինք պատերազմից ու մեր թանկ զոհերից ու մեր հրաշք Արցախի կորստից։ Եվ այսօրվա նորից ձեր կոչը 1 ժամից երթը մեկնարկում է։ Ես կուզենայի 1-2 նախադասություն խոսել ամսի 21-ին հակակոռուպցիոն դատարանում նորից պարոն նախագահ Քոչարյանի դեմ ուղղված դատական նիստներ։ Ես զարմանում եմ այս դատավորի վրա, արդեն որ 3-րդ նիստն է, անբացակա ես գնում եմ։ Սա չի հասկանում, ինքը որտեղից պիտի սկսի, ուր պիտի գնա։ Այս ժամանակ, այս վերջին նիստում, ես ճիշտ ասած հարգալից վերաբերմունք կամա զգացի դատախազի նկատմամբ, որը ոչ մի ավելորդ բան չարեց պարզապես, Են Դանիելյանի նման չէ, որ մեղադրականը մոռանա սկսի իր կենսագրականը պատմել դատական նիստի ժամանակ, այսինքն խայտարակ անհատներով է լցված մեր դատական այս ամբողջ համակարգը։ Դատավորը վատացավ դատի ժամանակ, երբ որ նա դուրս հրավիրեց Երևան Today-ի լրագրողուհուն, ոչինչ չէր արել լրագրողուհին, ուղղակի երբ որ ինքը մի 5 րոպեանոց դադար հայտարարեց, դուրս եկավ տեսավ, որ արդեն համացանցում վերնագիր է գրվել, որ նախկին ՔՊԱ-կան բողոքում է, ինչու եք ինձ նախկին ՔՊԱ-կան ասում, բայց ես այստեղ հասկացա իրեն, գուցե ինքը հիմա էլ է ՔՊԱ-կան, որովհետև նա կատարում է ՔՊ-ի հրահանգը, էլ ինչու ես լրագրողուհի աղջիկ ջան, նրան նախկին անվանում, նախկին ՔՊԱ-կան չի լինում, եթե մեկ անգամ աղտոտվում ես այդ համակարգում, դրանից ձերբազատվել, մաքրագործվել գրեթե անհնարին եմ համարում։ Եվ վերջինը այսօր նորից ջահերով երթն է։ Ես կոչ եմ անում երիտասարդներ, առողջ մարդիկ, առողջ մասա, ես այսօր ափսոսում եմ, սիրտս ցավում է, որ ես չեմ կարող մասնակցել այս երթին, բայց ես անպայման այնտեղ պիտի լինեմ, որտեղ իմ տեղն այնտեղ է, և ես գոնե կճանապարհեմ, գոնե կծափահարեմ Թուրքիայի դրոշը այրելու ժամանակ, որովհետև ոչ մեկս իրավունք չունենք հետ կանգնելու այս պայքարից, ճիշտ է դաժան է պայքարը, ոչ մի պայքար հեշտ ու հանգիստ չի լինում, ժողովուրդ ջան, այսպես միայն չգիտեմ որտեղ կարող է, ասենք ուտոպիական երազանքներում, ուտոպիական գրքերում, այնտեղ կարելի է նկարագրել, այսպես լավ, էլի, անարյուն պայքար, չգիտեմ, դրախտային պայքար, տես բան չի լինում, ժողովուրդ ջան, պայքարը պահանջում է ջանք, եռանդ, անմոռաց նվիրում, պայքարը պահանջում է, եթե նաև պետք է կյանքը զոհել հանուն հայրենիքի և օգտվելով այս իրավիճակից ես կոչ եմ անում ժողովուրդ վեր կաց
ողողիր փողոցները, գտիր քո առաջնորդին եւ այդ առաջնորդը ձեզ կտանի մինչեւ հաղթական ավարտ։ Մեզ նոր երկաթե ձվեր ածող առաջնորդներ հարկավոր չեն։ Մարդեկան ասում են 150 կուսակցություն կա, թող գան միանան, նման բան չի լինում։ Այդ 150 կուսակցությունները ընդամենը մեկ Վենետկա են շատ-շատերը, կամ մարդ կուսակցություն են։ Միանան ինչ անեն, եթե ոչ ռեսուրս ունեն, ոչ հետևող ունեն։ Պիտի նրանք միանան առաջնորդին, պիտի հասկանան, ով կարող է երկիրը այս վիճակից դուրս հանել, եւ առաջնորդը ինքը հանձն կառնի։